Բարձր սերելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ մեր հյուրն է Թբիլիսիից, պարոն Գեորգի Թումասյանը, բարձր պարոն Թումասյան, Բարև ձեզ, պարոն Այվազյան։ շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Միշտ ուրախ եմ ձեր մոտ լինել եւ ձեր հետ քննարկել տարբեր հարցեր։ Նմանապես, պարոն Թումասյան, մենք էլ միշտ ուրախ ենք ձեզ տեսնել մեր եթերում։ Կարևոր հարցեր կան, զարգացումներ կան Հայաստանի շուրջ, ինչպես նաեւ տարածաշրջանում Իրանի շուրջ։ Առաջարկում եմ այս հարցերը քննարկել եւ սկսենք Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանի հայտարարությունից։ Գիտեք, հայ առաքելական եկեղեցին երկու պատրիարք ունի, մեկը Երուսաղեմում է, մեկը Պոլսում է եւ շատ կարևոր հայտարարություն է փաստացի, նա ասում է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկվել է արդեն եւ որոշումները adekvat փաստացի չի կայացնում, դա է ուզում ասել եւ ըստ իրա կարիք կա սինոդի կառույց ձևավորելու, որում որ կընդգրկվեն նաեւ ընդդիմադիր սրբազան հայրերը, հոգևորականները եւ իշխանության կառավարության հետ համատեղ կաշխատեն լուծում գտնելու ուղղությամբ։ Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը, ինչպես նաեւ Կտրիչ Ներսիսյանին արգելել է Հայաստանից դուրս գալը եւ այդ հոգևոր ժողովը, որը որ տեղի ունեցավ, գերագույն չստացավ, քանի որ Կտրիչ Ներսիսյանը ներկա չէր, բայց տեսանք, թե ինչ հայտարարություն ընդունեց։ Ինչպես եք այս ամենը գնահատում։ Գիտեք, ես երկար ժամանակ է պահանջում էի, որ Հայաստանի իշխանությունները սահմանափակեին Կտրիչ Ներսիսյանի ելքը, որովհետև այդպիսի դավադրություն հայկական պետության դեմ առաջի երթին կար դրա մասին հստակ տեղեկատվություններ, երկրորդն էլ վերլուծությունով էլ զուտ, կարծում եմ բոլորը մենք նաև քննարկել ենք տարբեր տեղերում, համոզված եմ դուք էլ եք ասել դրա մասին, որ այդպիսի վտանգ առհասարակ կար, որ կարող է մայրաթորը փորձեին Հայաստանից դուրս տանել, իհարկե միանգամից բացահայտ դեպի Ռուսաստան չէր լինի, բայց վերջնական կետը հաստատ Ռուսաստանն էր հայտնվելու, հաշվի առնելով Կտրիչ Ներսիսյանի, Եզրած Ներսիսյանի քաղաքականությունը առհասարակ եւ նաև ցանկությունը, որ գիտեք, Ռուսաստանը ուզում է մեր եկեղեցին դարձնել ամենակարևոր այսպիսի ընդդիմադիր գործիքը եւ պայքարը իշխանությունների դեմ ուզում է նաև մղել կրոնի միջոցով մեր ամենահնագույն, որը ազգային կառույց է եւ դա չի նշանակում, որ ինքը պետք է կողմ լինի ազգում, այսինքն ոչ իշխանամետ, ոչ ընդդիմության կողմնակից չպետք է լինի, միավորող պետք է լինի։ Ռուսաստանը հասկանում է, որ շատ մարդկանց վրա մեր հայրենակիցների ազդելը եկեղեցու միջոցով շատ էֆեկտիվ կարող է լինել։ Դրա վառ օրինակները մենք տեսանք, հա, Բագրատ Գալստանյանի ամբողջ շարժումը դրա մասին էր, որ ազդեր բնակչության վրա իր զգեստով, իր բառապաշարով եւ այլն, երբ հակառակը առաջի հաջողակ դեպքներ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման եւ օրերս երբ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եկան Հայաստան, այդ տեղով անցակետով առաջի անգամ սահման անցնելով իրանց անձնագրերը ազգային անվտանգության ծառայությունը ստուգեց, այդտեղ կնիկ դրեց, որ անցնում եք պետական սահմանը, որովհետև դուք, պարոն Այվազյան, գիտեք, ադրբեջանական մամուլում միջև այսօր էլ հաճախ օգտագործում են այդպես կոչված условная граница, այսինքն ոչ հստակ սահման։ Իրանք չեն ասում, որ սա սահման է։ Եվ դա մեր համար խնդիր է, որովհետև մենք մեր նպատակն է, որ մեր սահմանը լինի անվտանգ եւ ցավոք, բայց մենք ենք պարտվել պատերազմում եւ թույլ կողմը մենք ենք հայտնվել, հիմա դա փորձում է իշխանությունները ուրեմն վերականգնել, ուստի այս իրավիճակում փորձել դեմ լինել սահմանազատման, դա նշանակում է նաև աջակցել Ադրբեջանի եւ Ռուսաստանի օրակարգին, որտեղ մեզ է պետք այդ սահմանազատումը, որ չկարողանա հարձակվել։ Դրա վառ օրինակները ուզում է ջերմուկը լինի, ուզում է ներքին հանդը, այսինքն այդ տրամաբանության մեջ հիմա որ վերադառնամ եկեղեցու արծին, օգտագործելը եկեղեցի շատ վտանգավոր էր եւ որ արվեց այս ուղղությամբ լուրջ քայլերը, ես դա շատ եմ ողջունում, կարծում եմ լուրջ դավադրություն կանխվեց։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հայտարարությանը, որի մասին դուք խոսացիք, ընդհանուր առումով ես համարում եմ, որ այս պահին որևէ կառույցներ ստեղծելը, որևէ բարենորոգման կամ փոփոխությունների օրակարգը վտանգավոր է, միջև Կտրիչ Ներսյանը այդտեղ է գտնվում։ Այսինքն հենց այդ օրակարգը պետք է սկսվի Կտրիչ Ներսյանից
ազատելուց հետո մայրաթորը։ Դրանից հետո խնդիր չկա, քննարկեն պատշաճ արդեն մարմինները, պատշաճ հոգևորականները, թե ինչ կառույցներով է պետք կառավարել եկեղեցին ավելի էֆեկտիվ, առհասարակ հարցեր կարող են առաջանալ, դուք նշեցիք Պոլսի, ուրեմն պատրիարքի մասին, Երուսաղեմի, Կիլիկիոց, ուրեմն կա նաև առանձին, այո, եւ կաթողիկոս այդտեղ եւ մայրաթորում կաթողիկոս, մենք առհասարակ ոնց որ ասք պետք է հասկանանք, հա, մեզ ինչ ձևաչափ է ձեռ տալի, որովհետեւ երկար ժամանակ խոսքին համարվել է, որ ուրեմն Կիլիկիայի այդ կաթողիկոսությունը դաշնակցության առանձին ոնց որ եկեղեցին լինի։ Երկար ժամանակ այդ թեզը, այդ փաստը եղել է։ Խոսքին մեզ եւ Սփյուռքում, որտեղ որ ես շատ անգամ եղել եմ խոսքի Միացյալ Նահանգներում, մենք տեսնում ենք այսպիսի երկու եկեղեցի խոսքին Կալիֆոռնիայում, մեկը Էջմիածնի եկեղեցիներ, մյուսը Անտիլիասի եկեղեցիներ, այսպես բաժանած։ Ու շատերը իրար մեջ ասում են, սա դաշնակցության եկեղեցին է, սա Էջմիածնի եկեղեցին է։ Հիմա խնդիրը նրանում է, որ Էջմիածնի եկեղեցին էլ դաշնակցության եկեղեցի է դառնում, եթե տեսնենք վերջի հանդիպումը Կտրիչ Ներսիսյանի գերագույն խորհրդի ներկայացուցիչների հետ դաշնակցության, ապա կուսակցությունն է ներկա այդտեղ, իսկ եկեղեցին ո՞նց կարա կուսակցության եկեղեցի լինի։ Ազգային կառույցը պետք է լինի բոլոր հայերի միավորող կառույց։ Դա շատ լուրջ խնդիր է եւ ես կարծում եմ այդ խնդիրը պետք է լուծվի վարչապետ Փաշինյանի կողմից ներկայացված բարենորոգման օրակարգով, հայկական պետության ուղիղ մասնակցությամբ, որովհետեւ դաշնակցությունը լեգիտիմություն հայ ազգի անունից խոսելու չունի։ Միակ լեգիտիմությունը ես վերջերս լսել եմ, որ եկեղեցին է այսպիսի լեգիտիմություն ունեցող հայ ազգի անունից խոսելու։ Համարում եմ, որ ոչ, այդպես չէ, որովհետև շատ պետություններում, արեք մանրամասն չգնամ, բայց շատ պետություններում մեր եկեղեցին գտնվում է այդ պետության ազդեցության տակ, որտեղ որ մեր եկեղեցին գտնվում է։ Խոսքի Ռուսաստանը, խոսքին Թուրքիան, խոսքին Պարսկաստանը եւ ուրիշ օրինակներ, հա, արևմուտքում այդպես չէ, այնտեղ ժողովրդավարություն է։ Հիմա միակ լեգիտիմ բանը, որը ազգը ունի, որ ասենք հաստատ հայ ազգի անունից է խոսում, դա Հայաստանի իշխանություններն են, եթե այդտեղ ժողովրդավարական ընտրություններով է ընտրված, այլ ոչ թե կեղծված ընտրություններով։ Հիմա այս իշխանությունների հանդեպ լեգիտիմության հարցեր չկան, նույնիսկ ընդդիմությունը չունի այդ հարցերը, որ լեգիտիմության հետ կապված, այսինքն որ ընտրությունները կեղծված չեն, արդար են։ Ուստի միակը ով կարա եկեղեցու այդ գործընթացում մասնակցել իրոք լեգիտիմ հիմքի վրա, դա Հայաստանի իշխանություններն են, Հայաստանի պետությունը, ինչպես այսպիսին, ոչ միայն զուտ կուսակցությունը։ Ես համարում եմ, որ դա է տարբերակը այստեղ ելքի։ Պարոն Թոմասյան, դուք նշեցիք, որ կոչ էիք անում բազմիցս, որպեսզի տնային ավելի ճիշտ դուրս չթողնեն կտրիչների սիստեմին, այսօք կարծում եք, որ ճիշտ կլինի նաև տնային կալանք սահմանելը եւ նրա փոխարեն արդեն մայրաթորում սկսել պատարակների անցկացումը եւ կաթողիկոսի փոխարինում, այսինքն նման ձև հնարավոր է հասնել հարցի լուծմանը։ Գիտեք, ես այո, դրա մասին էլ մի քանի անգամ կոչ արել, բայց տնային կալանք չեմ օգտագործել, որովհետև հարցը ինչու՞մ է, որ իր տնային կալանք կարա նշանակի մայրաթորում ներկա գտնվելը։ Այսինքն մեր գլխավոր խնդիրը այն չի, որ ինքը մայրաթորից, այդտեղ իր նստավայրից կարող է գնալ միջև Էջմիածնի տաճար, այսինքն տնային կալանքը կարա իրան արգելի գնալ Էջմիածնի տաճար զուտ, այն էլ փաստ չի, որ կարգելի թե չի արգելի, եւ ամեն դեպքում ինքը շարունակելու է մնալ այն վեհարանում, այնտեղ ձևով, ինչ ձևով կարելի է լուծել այս ճգնաժամը, դա է հարցը։ Այո, ես առաջարկել եմ միջոցով։ Այո, առաջարկել եմ լուծում, որովհետև ցավոք ուրիշ լուծում չեմ տեսնում, համոզված եմ, որ Ռուսաստանը իրան թույլ չի տալի, որ ինքը պաշտոնը լքի, եւ դրա վառ օրինակներ էլ կան տարբեր, այդ թվում Եզրաս Ներսիսյանի ուղղությամբ քայլերը եւ այլն, ապա լուծումը միայն մեկը կարող է լինել իրականում, ավելի ճիշտ երկուսը, բայց իմ պատկերացումով այդ մեկը անընդունելի ավելի տարբերակ է։ Մեկը դա ֆիզիկական ժողովրդի կողմից, ոնց որ 2018 թվականին մայրաթորը ազատելն է, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է, դա ուղղակի կարա լինի, բայց ես չեմ աջակցում այդ սցենարին։ Իմ պատկերացումով շատ ավելի լավ է, որ Կտրիչ Ներսիսյանը այսպիսի մի փոքր առնվազն ժամանակահատվածով շաբաթների խոսքին լինի ձերբակալված։
այո, կարող է ձերբակալված լինի եւ հատուկ ինչ որ վայրում գտնվի, դա արդեն իշխանությունները, հատուկ մարմինները կարող են լուծել, բայց ոչ թե վեհարանում։ Իրան պետք է հենց խնդիրը Կառավարությունը դրան։ նման որոշում կարող է կայացնել։ Այո, ոչ վեհարանում, ուղղակի տնային կալանքը կարող ընկալվի ինչպես վեհարանում կալանք, իսկ դա նույն բանն է նշանակում։ Այսինքն ոչ վեհարանում, այլ ինքը պետք է բնակավայրում, որը իր ուրեմն կոնկրետ որտեղ որ բնակվում է կամ նախկինում է բնակվել կամ չգիտեմ, կամ ուրիշ քաղաքում ուղղակի ֆիքսվի, որ ինչ որ ուրիշ քաղաքում, այսինքն իրան պետք է ֆիզիկապես Էջմիածնից մայրաթորից հանել մի քանի շաբաթով առնվազն, որից հետո դուք Բայց բնականաբար օրենքի սահմաններում։ Հա, իհարկե օրենքի, բայց ես նկատի ունեմ, մենք հասկանում ենք, որ խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Ռուսաստանը եւ KGB-ն հաշվարկել են, որ օրենքով ինչպես կարող կաթողիկոս փոխել։ Հենց այդ բանը, որ կաթողիկոսին փոխել կարելի է օրենքով միայն ներսից եկեղեցու։ Իսկ ներսում եկեղեցու, եթե բոլորը կամ մեծ մասը առնվազն լինեն նշանակված հենց կտրիչի կողմից, իսկ հենց այդպես է։ Կտրիչը նշանակում է նրանց, ում վրա կոմպրոմատներ ունի, ում վրա վերահսկողություն Ռուսաստանը ունի եւ այլն։ Այսինքն փակ այսպիսի շղթա է ձևավորվում, պարոն Այվազյան, որ դու չես կարող կաթողիկոսին փոխել, որովհետեւ էպիսկոպոսները նույն այդ համակարգից են։ Էպիսկոպոսներն էլ չես կարող փոխել, որովհետեւ կաթողիկոսն է որոշում։ Բայց ինչու է եկեղեցին ամենադժվար այդպիսի կառույցը, իսկ ավելի դժվար կառույցել կա դաշնակցությունը։ Դաշնակցությունում ոնց փոփոխություններ կատարես։ Եթե մենք համարում ենք, ես իրոք համարում եմ, որ դաշնակցությունը ինչպես հայ առաքելական եկեղեցին գտնվում է KGB-ի ղեկավարության տակ եւ մնում է դեռ, ոնց փոխես։ Դաշնակցությունում նույնիսկ կարծես մեկ այսպիսի անձել չկա, բյուրոն է, որը կառավարում է եւ ոնց է բյուրոյում դու փոխելու այդ հնարավորությունները, եթե չես կարող փոխել, ապա դա նշանակում է, որ դաշնակցությունը մնում է KGB-ի վերահսկողության տակ, իսկ դաշնակցությունը հսկայական ազդեցություն ունի Սփյուռքում, հսկայական ազդեցություն ունի Հայաստանում էլ, եւ այդ թվում ոչ միայն կուսակցական, գիտեք, Սփյուռքում դաշնակցությունը կուսակցություն չի, այնտեղ իրանք համայնքային գործունեություն են ծավալում, իսկ Հայաստանում զուտ նեղ կուսակցական։ Այսինքն որպես ինչպես որ եկեղեցին է կարևոր Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ դաշնակցությունն է կարևոր։ Կարևորը այն է, թե ովքեր են ղեկավարում այդ կառույցները։ Իհարկե, այսօր դաշնակցությունը նույն Ամերիկայում ամենախոշոր լոբիստական կառույցն է, բայց մի հատ ուշադիր նայենք, ANC-ը լոբիստական գործունեություն է ծավալում օգոստոսի 8-ի փաստաթղթի դեմ, այսինքն համ Հայաստանի շահերի դեմ, համ Ամերիկայի շահերի դեմ։ Եվ հարց է առաջանում, բա ինչպես է դա պատահում, ինչպես է պատահում ANC-ը դուրս է գալու, ասում է վարչապետ Փաշինյանը բռնապետ է, այ մի քանի օր առաջ։ Ինչպես է պատահում, որ Ամերիկան, Եվրոպան, Հայաստանը Սերժ Սարգսյանը հրեշտակ էին։ Այդպես է ստացվում, այո, եւ ինչպես է պատահում, որ հազիվ Հայաստանը դրա շնորհիվ է առաջ հիմա գնացել Nvidia-ի ներդրումը խոսքին, որ սկսվավ ինչուց է գալի, որ Հայաստանը ժողովրդավարություն է, Հայաստանը Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունի, այսինքն մենք դրական իմիջ ենք, չէ՞, մեր համար շատ թանկ բոլորի համար Հայաստանի շուրջ ստեղծում։ Բայց ինչպես է ստացվում, որ ամենահզոր լոբիստական կառույցը Վաշինգտոնում, որը գումարներ է հավաքում ամերիկահայ հանրությունից, ասում է Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, որովհետև իրանց ոչ թե Հայաստանի շահն է հետաքրքրում, իրանց հետաքրքրում է կուսակցության, դաշնակցության շահը, որը ընդդիմադիր է, որը Քոչարյանի կուսակցությունն է փաստորեն, եւ որը Ամերիկայում էլ ներկայացնում է, որ առանց Ռուսաստան մենք չենք կարողանա փրկվել։ Այսինքն դա կոնկրետ ռուսական այսպիսի ազդեցության լծակ է։ Ես ուղիղ ասեմ, ես պատկերացնում եմ, որ սովետական ժամանակ եկեղեցին եւ դաշնակցությունը KGB-ն կարողացել է վերահսկողության տակ վերցնել։ Ես չեմ ասում, որ դաշնակցությունը միշտ այսպիսին է եղել։ Ոչ էլ եկեղեցին իհարկե։ Հակառակը եկեղեցու դեպքում մենք ունեցել ենք նույնիսկ առաջնորդներ, Վազգեն կաթողիկոսը, որը կարողացել է նույնիսկ սովետական ժամանակ իր անձնական շնորհքի միջոցով պահել շատ բարձր եկեղեցու անունը եւ անկախությունը, բայց ընդհանուր առումով դա միայն մեկ անձի մասին իրոք չէ։ KGB-ն կարողացել է եւ դա նորություն չի։ Սա բոլորը գիտեն շատ լավ, ոչ միայն Հայաստանի դեպքում իրականում, որ KGB-ն նպատակ է դրել այդպիսի կառույցներ կառավարել, եկրոնները, բայց հայ ազգի դեպքում Սփյուռքը։ Իսկ Սփյուռքը կառավարելու ամենալավ միջոցը ո՞րն էր KGB-ի համար։
կառավարման այդ հնարավորությունը գործիքը Սփյուռքում որն է Եվրոպայում, Ամերիկայում, միայն հայդատը, այսինքն դաշնակցությունը։ Պարոն Թոմասյան, հաստատի իրավիճակը բավականին լուրջ է, եւ մենք նաեւ տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրամիությանը, որպեսզի հատուկ խումբ գա Երևան, կարծես 20 հոգուց բաղկացած, որոնք որ նաեւ Մոլդովայում էին գտնվում ընտրություններից առաջ, հատուկ հիբրիդային այդ սպառնալիքին հակազդելու խումբ։ Ուրեմն դուրս է գալիս, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, որ Հայաստանի իշխանությունները ահա այսպիսի քայլի են դիմում։ Ձեր կարծիքը։ Կարամ ասեմ, որ սա ավելի արված է նրա համար, որ դուրս չգա իրավիճակը վերահսկողությունից, որովհետև դրա սպառնալիքը կա իրոք, եւ լավ քայլ է, կարծում եմ սա այն է, ինչու մասին մենք շատ անգամ ձեր հետ միասին խոսել ենք առանձին էլ միասին էլ, որ Հայաստանը լուրջ պետք է վերաբերվի այս ընտրություններին, այսինքն այսպիսի ինքնավստահությունը իշխանությունների վնասակար է։ Եվ դրա օրինակը շատ կա ուրիշ պետություններում, արեք ավելի մանրամասն չխորանամ, որ իշխանությունները շատ ինքնավստահ չպետք է լինեն, հատկապես երբ գործ ունենք հիբրիդային պատերազմի միջոցների հետ, հատկապես երբ գործ ունենք տեղեկատվությունները կեղծելու հետ եւ բոլոր միջոցները օգտագործելու հետ ամեն առումով, հա, խոսքին մենք տեսնում ենք, որ պարոն Արվազյան, Հայաստանում բյուջեն լավ զարգանում է, 7.9%, 7.9% տնտեսական աճ կա Հայաստանում, դրա շնորհիվ հիմա իշխանությունները ունեն ավելի գումարներ եւ ավելացնում են կենսաթոշակը, չնայած նրա, որ միջև էլ սկսվել է այսպիսի սոցիալական անվճար առողջապահական ծրագիր, որը շատ եւ շատ կարեւոր է։ Այդ ֆոնին դուրս է գալի կոնկրետ քաղաքական գործիչներ եւ հայտարարում են, որ սա իրենց հայտարարությունների շնորհիվ է։ Գիտեք, խնդիրը ինչու՞մ է։ Ես չեմ ասում ում շնորհիվ է, ում շնորհիվ չէ։ Այս մարդիկ կարծում են բյուջեն, ոնց որ նախկինում իշխանությունների գրպանն է։ Այսինքն այս բյուջեն Նիկոլ Փաշինյանինն է իրաց պատկերացումով եւ ինքը որոշում է ավելացնի կենսաթոշակ, թե չավելացնի։ Իսկ իրականում մենք տարբերությունը դրանում է, որ այսօրվա Հայաստանը բոլորը արդեն հասկացել են, բյուջեն հարգելի այրնակիցներ, ձեր վճարած հարկերից է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի, որ ձեզ լավություն կամ վատություն է անում դրանով։ 10,000 որ ավելանում է կենսաթոշակը, միտեղ ճանապարհ չի կառուցվի դրա փոխարեն։ Կամ եթե ճանապարհ կառուցվել է, ուրեմն կենսաթոշակը չի ավելացել։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ իշխանությունները չունեն հնարավորություն չգիտեմ որտեղից գումար բերել եւ բաժանել Եվ հասարակականություն, պարոն Թոմասյան, ես այսօր անդրադարձել եմ նաեւ իմ հաղորդման մեջ։ Հիմա իշխանությունները ավելացնում են 10,000-ով, չէ՞, կենսաթոշակները։ Իսկ այդ ընդդիմադիր կոչվածները կարող 10,000, 20,000 դրամ տան, որպեսզի իրենց օգտին քվեարկեն։ Սակայն, ինչն է կարևորը, իշխանությունների որոշմամբ, երբ որ ավելանում է կենսաթոշակը, ինչպես դա նշեցիք, տնտեսական աճի շնորհիվ եւ իրենք ամեն ամիս արդեն կստանան եւ դա կաշառակերություն չէ։ Եվ հնարավորություն կա, որ հետագայում եւս կենսաթոշակը ավելանա։ Իհարկե։ Հիմա երբ ձևավորելու ենք մենք Nvidia-ի այսպիսի կենտրոն, հա, սա մեր համար նոր նավթ է, այսինքն նոր դարի նավթ։ Այսինքն դա բերելու է հսկայական գումարներ։ Ուզում եմ հասկանանք, որ Հայաստանում գուցե որևէ այդպիսի կետ, որտեղ որ, չգիտեմ, մեկ այդպիսի կիլոմետրանոց հատվածում, որտեղ որ Nvidia կենտրոնն ա եղել, ոչ մի այդպիսի ուրիշ կետ չկա, որ այդքան եկամուտ կարտադրի, ոնց որ այդ դատա կենտրոնը, որովհետև այսօր տեխնոլոգիաներն են գումար արտադրում, այլ ոչ թե զուտ գյուղատնտեսությունը խոսքին։ Հիմա այդտեղ մի այդ Nvidia-ից, որտեղից որ կարող աղա բյուջե գա տասնյակ միլիոնավոր եւ 100 միլիոնավոր դոլար ներդրում, կարելի է մոտակա տարիների ընթացքում թոշակը աճեցնել մի քանի անգամ, նայած ոնց կլինի այդ տնտեսական աճը։ Բայց մարդիկ այդ դեպքում պետք է գիտենան, որ սա ոչ թե այդ թոշակի աճը Նիկոլ Փաշինյանին պետք է շնորհակալություն ասել թոշակի աճի պատճառով, այլ ընդհանուր գնահատես կառավարության գործունեությունը, այսինքն կառավարությունը ինչ է արել, որ հասել ենք նրան, որ թոշակը կարելի է աճեցնել, որ միջև այդ նախընտրել է թոշակը աճեցնելու փոխարեն խոսքին սոցիալական այդպիսի առողջապահական համակարգ բերել, որը Վրաստանում իդեմս երկար ժամանակ է կա, եւ որը շատ մարդկանց ամենավատ իրավիճակներում օգնել է տարբեր դեպքերում։ Հիմա Հայաստանում որ դա ավելանում է, մեր հայրենակիցները ավելի ապահով իրանց կզգան։ Մոտենում են այլ Վրաստանի կենսաթոշակին, ես որքան հասկացա։ Այո,
Այո, առհասարակ Հայաստանում տնտեսական զարգացումը շատ լավ է, լավ դինամիկայի մեջ է մտել։ Հասկանում եք, եւ երբ ես տեսնում եմ, որ մարդիկ փորձում են ասել, որ սա իբրև նախընտրական կամ ընդդիմադիր այսպիսի գործընթաց է, սա ուղղակի լուրջ չի, որովհետեւ խնդիրը հենց դրանում է, գիտեք, երբ որ ընդդիմությունը ասում է մենք դա կանենք, բայց ինչու շնորհիվ եք դուք դա անելու։ Ձեր սեփական գումարներն եք դնելու։ Մենք վատ փորձ ունենք նախկինում տարբեր պետություններում, որ երբ հարուստ մարդիկ ասում են մենք մեր գրպանից գումարներ կդնենք, դա վտանգավոր է։ Մեզ պետք չի, որ Նիկոլ Փաշինյանը իր գրպանից դնի, որ գրպանում այդքան ունենա ու հայ պետությունից գողացած, որ հետո էլ խոսքին դնի այդ գումարը պետության գործում է։ Ոնց որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում բոլորս գիտենք 200 միլիոն դոլար իրանից պետությունն է պահանջում կոնկրետ, որ վերադարձնի։ Որտեղից է 200 միլիոնը։ 200 միլիոնով կարելի է թոշակ ավելացնել։ Մեզ պետք է հակառակը, որ իշխանությունները գիտենան, որ ծառայում են ժողովրդին, այսինքն աշխատավարձ են ստանում ժողովրդից, մենք էլ մտածելակերպը փոխենք մեր ազգի, հա, որ այդ բյուջեն մերն է, այլ ոչ թե չգիտեմ ումին է, եւ այդտեղից մեզ բարեգործություն են անում, որ գումար են բաժանում եւ այլն, այսինքն հասկանանք պետությունը ինչ է։ Ես կարծում եմ առհասարակ պարոն Այվազյան, վերջի տարիների ընթացքում մենք ինչպես հանրություն եւ ինձ ձեր կարծիքն է նաեւ հետաքրքրում այս հարցի շուրջ, շատ լուրջ առաջընթաց ունեցանք մեր քաղաքական կրթության առումով, ինչպես ասք, ոնց եք կարծում, դուք ինչ եք կատե այդ ուղղությամբ։ Ես նկատել եմ այն, որ վերջին 4-5 տարիների ընթացքում, երբ որ YouTube-ը ակտիվացավ, հայկական մեդիա դաշտը անկախացավ, մարդիկ ավելի լավ սկսեցին ընկալել, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Օրինակի համար նույն Սերժ Սարգսյանի ժամանակ դրա հնարավորությունը չկար, երբ ինչ ասում էին եւ ինչ ասում էին մարդկանց, շատերը ուղղակի հավատում էին, ուղղակի հասկանում էին, որ կյանքի որակը գնալով ավելի վատանում է, երկիրը չի զարգանում, այլ հետընթաց է տեղի ունենում։ Հիմա արդեն հնարավորություն կա լսել բոլորին, եւ դա արդեն փոխել է իրավիճակը։ Ես կարծում եմ, որ վերջի տարիներին մեր հասարակությունը շատ ավելի իմաստուն է դարձել, քանի որ տարբեր գույների տեսնելու հնարավորություն է ստացել, տարբեր գույներով իրավիճակը, իսկ նախկինում միայն սևով եւ սպիտակով էին կարողանում տեսնել։ Լիովին համամիտ եմ ձեր հետ եւ դա շատ լավ է, գիտեք, դա ցույց է տալիս իրականում, որ մեր հանրությունը շարունակում է աճել, կրթություն ստանալ, զարգանալ եւ ճիշտ ասեցիք YouTube-ի հարթակն էլ այդ թվում, սոցիալական ցանցերն էլ, հատկապես YouTube-ը լավ օրինակ է, որտեղ որակ է այստեղ իրենց ներկայացնում, այն կարճ բանը չի հատվածը, էլի խոսքը նույն Facebook-ում կամ որևէ տեղ կա, որ 10-20 վայրկյան ես դիտում, չես հասցնում ընկալել, մարդիկ իրոք սկսում են ավելի լավ հասկանալ եւ մեզ իրոք դա է պետք, որ ընտրություն մարդիկ կատարեն ոչ թե հիմնված այսպիսի պրոպագանդայի վրա կամ կարճ ինչ-որ թեզերի վրա, այլ մենք ուղղակի օգնում ենք բոլորս, ես կարծում եմ, մարդկանց, որ ներկայացնենք տեղեկատվությունը, թող իրանք ընտրեն, բայց այս ընտրությունը պետք է լինի հիմնված ոչ թե էմոցիաների վրա, որ ինչ որ մեկը մեզ հարուստ կդարձնի միանգամից եւ միանգամից ամեն ինչ լավ կլինի, այլ ուղղակի հիմնված նրա վրա, որ մենք ոնց ենք անում, որ պետությունը ավելի լավ դառնա, բայց մի բան էլ ավելացնեմ, որ իմ պատկերացումով այս նույն YouTube-ի հարթակը կարողացել է կոնստրուկտիվ քննադատություն էլ բերել իշխանությունների հանդեպ, ինչի պակասը հաստատ ունենք, որովհետև կամ առաջ իշխանամետ ինչ որ ալիքներ էր, կամ միայն ընդդիմադիր այս գործակալական ցանցերի եւ մեջտեղում ոչ մի բան չկար։ Իսկ հիմա մենք ունենք մեջտեղում շատ վստահելի տարբեր աղբյուրներ եւ այլն, որտեղ որ մարդիկ հասկանում են, որ այս մարդիկ իշխանություններին էլ քննադատում են, երբ պետքա որ օգնեն պետությունը ճիշտ զարգանա, բայց միևնույն ժամանակ հանկարծ հակապետական չեն դառնում, ոնց որ ինչ-ինչ տարբեր այդպիսի կուսակցությունները եւ այլն, այսինքն դա շատ լավ աճ է Հայաստանի քաղաքացիական հասարակության, որը ձևավորվում է։ Բայց մեկ բան էլ կա, պարոն Թիմոսյան, նկատել եմ բազմաթիվ արևմտամետ կոչվող փորձագետների, որոնք որ փորձում են Հայաստանի իշխանություններին ներկայացնել, թե իբր նրանք ռուսամետ են։ Այսօր չեք տեսնում այդպիսի հայտարարությունների ձևակերպումների մեջ վտանգ, որ նրանք տակից ուղղակի օգնում են ռուսական ուժին։ Իրենք շատ ուլտրա արևմտամետ են, մեզանից շատ առավել պրոարևմտյան հայտարարություններով են հանդես գալիս, ինձանից էլ ավելի շատ, ձեզանից էլ, բայց ասում են, որ այս իշխանությունը ռուսամետ է եւ դրանով իսկ չընտրեք այս իշխանություններին։ Փաստացի այդպես է դուրս գալիս։ Ինչ եք կարծում։ Գիտեք, ինձ դա շատ է զարմացնում, ես կարծում եմ երկու դեպքի հետ գործ ունենք, մեկը երբ հստակ
այսպիսի պրոպագանդայի եւ գործակալական ինչ որ բաներ է երևում այդտեղ, բայց երկրորդը կա տգետություն, հասկանում եք, որովհետեւ եթե դու լավ համատեքստը չգիտես, ապա կարող ես այո այսօր ասել խոսքին, որ գիտեք, բա ինչու այն օրենքը, որ ընդունվեց Եվրոպական միության անդամակցության, ակտիվ գործի չի դրվում։ Հա, բայց եթե դու չես դիտում, որ Վրաստանում ինչ գործընթացներ է տեղի ունենում, հա, նեյտրալ ասենք ուղղակի կանգնած է Եվրոպական միության ինտեգրման գործընթացը, փաստ է, հարաբերությունները սրված են, փաստ է։ Բայց եթե դու միևնույն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի բացման դեմ ես, որ պետությունով ես Եվրոպական միության հետ Եվ կապ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ամեն ինչ էլ այդքան միանշանակ Ամերիկայի հիմա որ փոքր Հայաստանը, տեսեք, պարոն Այվազյան, դուք շատ լավ գիտեք եւ շատ անգամ շատ մանրամասն բարձր որակով քննարկում եք Եվրոպայի եւ Ամերիկայի այդ տարբերությունները, հա, հիմա մոտեցումներում որ կան, բայց մենք փոքր ասկ մեզ չենք կարող թույլ տալ, որ լինենք կամ միայն Ամերիկայի հետ, կամ միայն Եվրոպայի հետ։ Մենք չենք կարող իրանց խաղերի մեջ մտնել այսօր, մի փոքր տարբերություն կա, Ամերիկան մի քիչ աչա քաղաքական թվում, Եվրոպան մի քիչ ձախ է, այն էլ կարա փոխվի շուտով, որովհետև այնտեղ ժողովրդավարությունը փոխվում է։ Փոխվի ենք դա։ Մենք չենք կարող ասել մենք միայն նրա հետ ենք կամ միայն նրա հետ ենք։ Դրա համար էլ համ ինտեգրման գործընթաց ենք բերել Եվրոպական միության, համ թրիփի ծրագիրը Ամերիկայի հետ։ Հիմա ես տեսնում եմ կան մարդիկ ասում են չէ միայն Եվրոպան կամ չէ միայն Ամերիկան, կամ ինչու եք Ամերիկայի հետ այսքան սերտանում, ինչու են լավ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության հետ։ Միանգամից խզեք, հայոյեք, ասեք որ դուք մեր ճշտամիտներ եք, արի պատերազմենք։ Կարելի է դա թույլ տալ, որովհետև հարցը այդ դրանում է մենք արևմտամետ լինելով երբեք չենք ասում որ արեք որևէ մեկի հետ հարաբերություն խզեք։ Մենք ոչ Իրանի հետ ենք հարաբերությունների խզման կողմ, ոչ Թուրքիա-Ադրբեջանի հետ, ոչ Վրաստանի հետ, ինչպիսին էլ լինեն իշխանությունները։ Այսօր այսպիսի է, վաղը այնպիսի է, ոչ էլ Ռուսաստանի հետ։ Հակառակը խնդիրն է Ռուսաստանն է մեր հետ փորձում հարաբերություններ խզել, մենք չենք ուզում։ Մեզ ձեռ չի տալի։ Մենք մի քիչ պետականը մեծ պետք է մտածենք, հա, այնտեղ հայ համայնք ունենք, իրոք, եւ մտահոգված ենք այդ համայնքի մասին։ Այո, ես միշտ ասում եմ անձամբ, որ մենք երբեք Հայաստանի ինքնիշխանությունը Սփյուռքի պատճառով չենք կարող խոցել։ Այսինքն համայնքի պատճառով Հայաստանը իր ինքնիշխանությունը զիջի չի լինելու։ Ավելի լավ է, եթե համայնքը այդ վտանգը տեսնում է, թող գա ապրի Հայաստանում, բոլորի հայրենիքն է, բոլոր հայերի, խնդիր չկա, բայց եթե մենք կարող ենք պահպանել նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ, ես երբեք վարչապետին խոսքի չեմ քննադատի նրա համար, որ ինքը դիվանագիտական քայլեր է արել, հա, վերջերս գնացել էր Պիտերբուրգ եւ այդտեղ Պուտինի հետ հանդիպել էր, բայց օրակարգ էր դրել երկաթուղու վերականգնումը։ Հիմա մեկը կասի դա ռուսական քայլ է, գնում է այնտեղ խոսքի, բայց գնաց ինչ օրակարգով, որ երկաթուղին վերականգնենք, որը մեզ ել ավելի կապահովի խոսքին Ռուսաստանից էլ անկախություն այս լոգիստիկ ուղիներով եւ այլն։ Այսինքն սա ճիշտ գնահատական է։ Բայց մյուս կողմից մեկ-մեկ լինում է իհարկե բոլորն էլ ճիշտ գնահատական կարող է տալ, ասել խոսքին ինչու վարչապետը կամ որևէ մեկը չէր գտնվում Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում։ Այդտեղ ես էլ ունեմ նույն հարցը, համոզված եմ դուք էլ, հա, պարոն Այվազյան, որ հաստատ չպետք է բաց թողնել, բայց վարչապետ Փաշինյանը չկար։ Նույնիսկ լավ վարչապետը եթե չէ, գոնե նախագահին ուղարկեին կամ արտաքին գործերի նախարարին կամ փոխնախարարին արտաքին գործերի, ասենց ազատ թողնելը այդ հարթակը նաև ճիշտ չէ։ Այսինքն այստեղ միշտ պետք է, եւ ես այդ պատճառով էլ շատ դրական եմ միշտ ձեր գործունեությունը անձամբ գնահատում, որովհետեւ միշտ պետք է պահել այս ճշմարտությունը, բալանսը եւ ինչպես դուք ասում եք շատ հաճախ, լավին լավ ասել, վատին վատ, այսինքն այստեղ պետք է տեսնել, հա, սխալները ուղղելու ուղղությունով էլ է պետք աշխատել, այսինքն վարչապետի մեջ էլ է դուրս գալի, ես վերջերս էլ ասեց, որ երեք կարծում եմ, իր ելույթում Facebook-ում, որ իրանք էլ սխալներ ունեն եւ աշխատում են այդ սխալների ուղղման ուղղությամբ։ Այսինքն դա լավ է, իշխանությունը պետք է հասկանա, որ անթերի չէ եւ եթե կարծում է, որ սխալներ ունի, ուրեմն կսկսի ել ավելի լավ լսել այն մարդկանց, ով իրանց խորհուրդներ է տալի, բայց ով անկեղծ է այդ խորհուրդներում։ Եվ վերջում պարոն Թումասյան շատ կարճ, քանի որ ժամանակ քիչ ունենք արդեն, ինչ է տեղի ունենում ըստ ձեզ Իրանի շուրջ, պատերազմը տեղի կունենա, թե չէ, Իրանը գնալու է պայմանավորվածությունների, թե չի ստացվում։ Աննախադեպ ուժեր են մոբիլիզացված, գիտեք, հիմա երկրորդ ավիակիրը արդեն Հունաստանում է եւ Կիպրոսի մոտ կլինի շատ շուտով, երևի մի շաբաթ պետք լինի, այնտեղ կանգնել է, անորոք են կգան։
Հա, այո։ ցանում։ Բայց ամեն դեպքում ուժերը աննախադեպ են, F-22 ռապտորներ են ուղարկել Իսրայել, Ամերիկան, այսինքն ուժերը շատ լուրջ են այստեղ եւ Իրանը փաստացի չի պատրաստվում հետ քայլ անել, բայց վտանգավորը գիտեք ինչն է, պարոն Այվազյան, որ համոզված եմ դուք էլ եք տեսել, Թուրքիան օրակարգում ունի ինչ որ բուֆերային տարածք ստեղծել Իրանի տարածքում, եթե Իրանում իշխանությունը Քրդերի սկսի, հարցն է արդեն քննարկում, շահարկվում։ այո, այսինքն սա լուրջ վտանգավոր է, որովհետև դուք շատ լավ տեղյակ եք այդ հարավային Ադրբեջան կոչված թեզից եւ այնտեղ Իրանը մասնատելու գաղափարներ էլ է արդեն առաջանում։ Քրդերի հարցը հնարավոր հենց թուրքերն են առաջ քաշել։ Դա էլ չի բացառվում։ այո, չի բացառվում, որովհետև թուրքերը տարբեր խաղ են այդտեղ տալիս միշտ Ինֆորմացիոն եւ առումով։ այո, եւ այստեղ վտանգ կա, որովհետև դա անմիջապես Հայաստանի սահմանների մոտ է տեղի ունենում եւ իհարկե մեր համար վտանգավոր այն է, որ եթե Իրանը սկսի փլուզվել, այսինքն մեզ կամ արևմտամետ Իրան է պետք, կամ այսպիսի Իրանը գոնե մնա, բայց ոչ թե փլուզված Իրան, որովհետև այդտեղ ադրբեջանցիք եւ թուրքերը կարան հարավային Ադրբեջանի գործընթաց տանել, որը Հայաստանի հենց հարավային սահմանների մասին է, իսկ նույն մեր մատակարարումների կարևոր մասը գալիս է Իրանով, այդ թվում Հնդկաստանից եւ այլն, Վրաստանի ուղղությունով էլ ինչ խնդիրներ կան դրա մասն էլ գիտենք։ Մի խոսքով Իրանի թեման շատ լուրջ է, բարդ է եւ ես միայն հույս ունեմ ուղղակի, որ եթե ռազմական գործողությունները սկսեն, ինչի հավանականությունը իմ պատկերացմամբ շատ բարձր է, այո, ապա պետք է ինչքան կարելի արագ լուծվի այս հարցերը, որ Իրանի պետությունը Սիրիա չդառնա, էլի կամ Լիվիայի նման այսպիսի փլուզված պետություն չդառնա, այսինքն շուտ պետք է խոսքին Ռեզա Փեհլևիի սցենարով գնա իրավիճակը, որ միանգամից իշխանափոխություն լինի, այլ ոչ թե այո։ Մենք միշտ լավատես ենք, պարոն Թոմասյան, ինչպես ես, այդպես էլ դուք։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Շատ շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար։ Շնորհակալ եմ, պարոն Այվազյան։ Հաջողություն ձեզ։